Բարելույս հարգելի ժողովուրդ, Ամերիկայի Միացյալ Նահանգները այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանի ատոմային միջուկային ստորգետնյա օբյեկտներին եւ ըստ Դոնալդ Թրամփի հայտարարության այդ օբյեկտները այլևս գոյություն չունեն։ Իմ այս ուղիղ եթերը ավելի շատ մեր հայրենակիցների նկատմամբ ունեցած սրտացավությունից է գալիս, ոչ թե ուզում եմ մեկնաբանեմ ԱՄՆ գործողությունները կամ Իրանի հետ տեղի ունենալիքը, եթե ցանկություն ունեք, դիտեք ինձ մի քանի օր առաջ արված լայվը, այս հարցերի շուրջ նոր ավելացնելու բան չունեմ, այնպես ինչպես կանխատեսել, գնահատել, ենթադրել է, նույնը մնում է ուժի մեջ, կամ կարող եք մտնել իմ Facebook-յան էջում եւ իմ վերջին օրերի գրառումները կարդալ, դարձյալ դրանց որևիցե ավելացնելու բան չունեմ։ Ամեն ինչ ընթանում է ճիշտ այնպես, ինչպես պիտի ընթանար եւ ինչպես կանխատեսել էի, ինչպես ենթադրել էի։ Բայց ինչ չեմ ասել ու ինչ նկատեցի ժողովրդի մեջ անհանգստություն, թե ինչ ալ գալու մեր գլխին, հատկապես Սյունիքի հետ ինչա տեղի ունենալու, անհանգստություններ, մտահոգություններ կան մարդկանց մոտ, դրա համար ուզում եմ այս թեմային հատուկ անդրադառնամ։ Նամանավանդ մենք գիտենք, որ Սյունիքում, այսպես ասած, բալանսի ապահովմանը լուրջ մասնակցում էր Իրանը եւ Իրանի այս խոցվելը, Իրանի ինչ որ տեղ եւ ինչ որ չափով թուլանալը կամ զբաղվածությունը այս հարցում կամ ապագայում որ հնարավոր է լինի, կարծես այդ բալանսը շեղում է, թուլացնում է իրանական կողմի ազդեցությունը այն հարցում, որ միջանցք չպիտի լինի։ Սա իհարկե արդեն վերստին գնահատելու կարիք է զգում, միանգամից ասեմ, որ ինքս առանձնակի մեծ անհանգստություն եւ տագնապներ չունեմ։ Ինչու՞։ Որովհետև տեսեք ինչ է ստացվում։ Ըստ էության, եթե թուլանում էր իրանական բալանսը, իրանական կողմի ազդեցությունը, այս հավասարակշռության ձևավորման վրա, ապա պիտի որ ակտիվանար Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, ուրեմն կողմերի գործողությունները, նրանց ցանկությունները պիտի ակտիվանան եւ կարծես առանց Իրանի նրանք հեշտությամբ պիտի որ այդ միջանցքը ստանային, թե խաթրով, թե զոռով դա հարցի մյուս կողմն է։ Բայց որքան Իրանը խառնվում է պատերազմական գործողությունների մեջ, որքան ավելի է խոցվում, այնքան ավելի է ակտիվանում Ռուսաստանը, այստեղ ներքաղաքական դաշտում եւ այնքան ավելի Ռուսաստանին ավելի հավատարիմ գործիչների հետ կապված ավելի ակտիվանում ՀՀ իշխանությունները, այսինքն հակառակ process-ն է տեղի ունենում։ Ռուսաստանը պիտի որ ավելի արխային լիներ, ավելի նույնը Ադրբեջանը, Թուրքիան պիտի որ ավելի արխային լինեին, եթե Իրանը չկա, էլ խանգարող էլ չկա։ Բայց փաստորեն խանգարող կա, ավելին այդ խանգարողը միգուցե էլ ավելի է, ավելի զորեղ է խանգարում, քան Իրանը դա կարող էր անել, այդ իսկ պատճառով տարածաշրջանը իրար է անցել, հատկապես հայաստանյան ներքաղաքականը իրար են անցել, շփոթմունքի մեջ են եւ փորձում են օր առաջ ինչ-որ բան հասցնեն անել։ Կարճ կապեմ, Միացյալ Նահանգները ինձ թվում է, մինչև այս հարվածների հասցնելը, արդեն իսկ այդ Մեղրիով ճանապարհի հետ կապված պայմանավորվածության հասել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի միջև, եւ այդ պայմանավորվածության մեջ չկա Ռուսաստանը։ Ներքաղաքական այս ակտիվացումը ամենայն հավանականությամբ կապված է նրա հետ, որ Ռուսաստանը չի ընդունում այդ դրվագը, որ ինքը այս համաձայնության մեջ չկա։ Ավելին, այսինքն Ռուսաստանին հանել են այդ համաձայնությունը եւ ինչ որ բան Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանի հետ ինչ որ համաձայնության են եկել։ Ինչ համաձայնության ես չեմ կարող ասել, բայց եկել են այդպիսի համաձայնության, դա է վկայում նաեւ խաղաղությունը, որ մենք ունենք այս օրերին, հանգստությունը, որ այս օրերին կա մեր սահմաններին, հարաբերականորեն հանգստությունը, հատուկ շեշտեմ հարաբերականորեն։ Եվ դա է վկայում Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա եւ Էրդողանի հետ առանձնին քննարկումները, որոնք բնականաբար հրապարակային չեն։
մեզ դա չի ներկայացվում։ Այնտեղ ինչ պայմանավորվածություններ են տեղի ունենում, մեզ դա չի ներկայացվում։ Ինչպես եւ չի ներկայացվում, բա Միացյալ Նահանգները ինչ պայմանավորվածության է հասել։ Բայց համենայն դեպս, եթե այդ պայմանավորվածությունը Միացյալ Նահանգների այսպես ասած բարձր հովանու ներքո է, իսկ դրա մասին կարելի է կռահել տեսնելով Իրանում օրինակ, այս գիշեր եղած հարվածները, որ վերջին խոսքը ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ վերջին խոսքը այնուամենայնիվ պատկանում է Իրան։ Իրեն է պատկանում վերջին խոսքը։ Միացյալ Նահանգներն է տարածաշրջանի վերջին հաշվով որոշում կայացնողը։ Մնացածը իրենց դերն ու նշանակությունն ունեն, բայց դա այնուամենայնիվ պետք է կնքվի վերջնականապես Միացյալ Նահանգների գործողություններով կամ ասելիքով։ Այսպիսով, ժողովուրդ ջան, ինձ թվում է, կամ որքանով որ ես եմ հասկանում, Սյունիքի հետ կապված, Մեղրիով ճանապարհի հետ կապված հարցերը Միացյալ Նահանգների վերջնական որոշումով կամ վերջնական առաջարկով կամ բարձր հովանու ներքո տեղի է ունեցել մինչև Իսրայելը կհարձակվեր Իրանի վրա։ Դա տեղի է ունեցել մինչ այդ։ Ահա թե ինչու, այսինքն նոր բալանս է ձևավորվել Սյունիքի եւ Մեղրիի հետ կապված, Հայաստանի հետ կապված նոր բալանս է ձևավորվել։ Ահա թե ինչու, երբ որ հին բալանսից հանում ենք Իրանին, չի լինում պատերազմ, չի փլվում հավասարակշռությունը, չի լինում անկայունություն։ Սա եմ ուզում ասել։ Եվ մեր սյունեցի քույրերին եւ եղբայրներին, չգիտեմ սա որքանով է օբյեկտիվ, ժողովուրդ, սա իմ կարծիքն է ընդհանրապես, բայց ես ուզում եմ իմ կարծիքից ելնելով, իմ հաշվարկներից, իմ պատկերացումներից ելնելով, ես ուզում եմ մեր սյունեցի քույրերին եւ եղբայրերին հանգստացնել, պետք չի ահաբեկվել, պետք չի իրար խառնվել, թե հարայ բուդույ տենաս ինչա լինելու, ոչ մի բան էլ չի լինելու։ Այն ինչ եղել է շուտ է եղել, այն ինչ եղել է շատ սարսափելի է եղել, նոր լինելիքներ առաջիկայում չեն սպասվում, որովհետև կրկնում եմ, Սյունիքի եւ Մեղրիի հետ կապված որոշումները ինձ թվում է փակ դռների հետևում կայացվել են մինչև Իսրայելը կհարձակվեր Իրանի վրա։ Ահա թե ինչու նախկին հավասարակշռությունից հանելով Իրանին, այդ հավասարակշռությունը չի փոխվում։ Դա նշանակում է այլևս կա ձևավորված նոր հավասարակշռություն։ Միակ բանը այդ նոր հավասարակշռությունից, միակ չէ, բայց էականը նա է, որ այդ նոր հավասարակշռության մեջ չկա Ռուսաստանը։ Այսինքն Ռուսաստանի գործոնը կարծես թե այդտեղ չկա։ Սա ինչից են ենթադրում Ռուսաստանի կողմից ակտիվությունը, որ նկատում ենք Հայաստանում, ներքաղաքական դաշտում, հուշում է այն մասին, որ Ռուսաստանը դժգոհ է այդ նոր հավասարակշռությունից։ Հետևաբար իր դերն ու նշանակությունը այդտեղ էականորեն պակասեցված է։ Այսպես եմ տեսնում։ Բայ էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև այդ ով է այդ հավասարակշռությունը վերականգնել։ Կարծում եմ այդ հավասարակշռությունը վերականգնվել է Միացյալ Նահանգների մասնակցությամբ, ով այս գիշեր ցույց տվեց, որ վերջին հաշվով տարածաշրջանում վերջին խոսքը իրեն է պատկանում։ Իրանի մասին վերլուծությունս չեմ ուզում շարունակեմ, կրկնում եմ, նայեք այն ինչ ես արդեն խոսել եմ, Իրանի մասով, եթե երկու բառով, ապա Իրանը հնարավորություն ունի դուրս գա մեկուսացումից, անցնի դեպի զարգացում, նոր հասարակական կարգ, նոր իշխանություններ, 89 թվականից իշխող Այաթոլլան, գիտեք քանի տարի է դա անում, արդեն հաշվեք 11 գումարած 25, 35-36 տարի արդեն նույն մարդն է գերագույն իշխանություն Իրանում։ Հասկանալի է, դա էլ իր անհրաժեշտությունը, դա էլ իր իմաստն ունի կամ ուներ, բայց այս արդյունքները ցույց են տալիս, որ դա կենսունակ համակարգ չի կառավարման, եւ Իրանին պետք է կենսունակ կառավարման համակարգ։ Սա էլ իմ ընդհանուր ասելիքը այդտեղ։ Ինչքան Իրանը շարունակի Իսրայելին հակահարված տալ, ինչի իրավունքն ունի, բայց դրա արդյունավետությունը շատ ցածր է, այսինքն արժեբանականով այո իրավունք ունի հակահարվածների։
բայց դա արդյունք է տալի ոչ։ Խորացնում է իր վիճակը, այո։ Մեծացնում է Իրանի խնդիրները, այո։ Ուզում են դեմքը փրկեն, այո, ուզում են դեմքը փրկեն։ Իսկ դեմքը փրկելու համար ինչա լինում, ավելի խորն ես ընկղմում են ճահիճի մեջ, որում հայտնվել ես։ Ինչա թե դեմքը փրկել, մինչև ամբողջությամբ այդ դեմքը կծածկվի ճահիճով, ցեխով։ Ու դու էլ կսուզվես որպես իշխանություն, քո ժողովուրդն էլ կհայտնվի էլ ավելի մեծ խնդրի մեջ, որում գոյություն ուներ։ Պետք է դիմադրել եւ այլն, սա ավելի շատ արժեբանական, ոչ այնքան արդյունավետության ուղված կոչեր են, որքան ուղղակի այդպես հարցի հոգեբանական, բարոյական կողմն։ Այո, բարոյական հաղթանակի համար պետք է դիմադրել։ Հողի վրա, գետնի վրա իրական հաղթանակի համար պետք է ճիշտ ժամանակին կանգ առնել։ Որովհետև երկու բառով էլի կրկնեմ, ինչ որ ասել եմ առաջին ուղիղ եթերում, այս թեմայով։ Ինչ ով է կանգնելու Իրանի մեջքին։ Ուր են միջև հիմա եթե պիտի կանգնեին Իրանի կողքին կամ Իրանի մեջքին։ Իսրայելի մեջքին կկանգնի ԱՄՆ-ն, ԱՄՆ-ին խփի, ամբողջ ՆԱՏՕ-ն կկանգնի։ Այստեղ շղթան գծած է, ինչից հետո ով է ընդգրկվում կոնֆլիկտի մեջ։ Իրանի դեպքում ինչա գծած, ոչինչ էլ գծած չի, միայնակ է Իրանը։ Այդ իսկ պատճառով պետք է ճիշտ ժամանակին կանգ առնել եւ վերախմբավորվել մի քանի տասնյակ տարիներում տարածաշրջանում նորից առաջ գալ։ Այս ժամանակ շատ ավելի հզոր, շատ ավելի բարձր արդյունավետությամբ, բարձր արդյունավետ կառավարմամբ երկիր։ Սա էլ սենց, մի խոսքով, Սյունեցի ջան, հանգիստ եղեք, հայ ժողովուրդ ջան, ես չգիտեմ ինչ պայմանագիր են կապել կամ ինչ համաձայնության են եկել, երևի թե պայմանագիր չի։ Սյունիքի եւ Մեղրիով ճանապարհի շուրջ, չգիտեմ ինչ համաձայնության են եկել, անկեղծ ասած։ Բայց գիտեմ, որ համաձայնությունը կարծես թե նշмарվում է։ Եվ Նիկոլ Փաշինյանի այցն էլ այդ կոնտեքստում։ Եթե երկու բառով ուզում եք Նիկոլ Փաշինյանի այցը մեկնաբանեմ, կմեկնաբանեմ հետեւյալ կերպ. ավելի լավ էր Նիկոլ Փաշինյանը ահա այսպես մեկներ Թուրքիա հանդիպեր Էրդողանի հետ, քան սրա փոխարեն հիմա մեկներ Թուրքիա կամ չգիտեմ Մոսկվա կապիտուլյացիա, հերթական կապիտուլյացիան ստորագրելու։ Սա ավելի լավ տարբերակ է։ Կոպիտ ասած, սա չարյաց փոքրագույնն է։ Իսկ թե սրա մեջ բարիքներ կամ ապագայի բարիքներին վերաբերվող հունդեր, սերմեր կան թե չէ, չեմ կարող ասել, որովհետև գաղափար չեմ կազմում, թե ինչ են հանդիպել, ինչ են խոսել։ Ընդհանուր տրամադրությամբ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի եւ Մեղրիի շուրջ ձևավորված է նոր միջազգային բալանս։ Եվ այդ բալանսում Իրանը այսպես թե այնպես իր վիճակից ելնելով, ֆիզիկապես իր վիճակից ելնելով, կարծես թե գոյություն չունի, Ռուսաստանը իր գործողություններից ելնելով, կրկնում եմ, կարծես թե դուրս է մնացել, այնքան էլ մեծ մասնակցություն չունի, էական մասնակցություն ունեն Ադրբեջանը, Թուրքիան, ըստ իմ կարծիքով Միացյալ Նահանգները եւ Հայաստանը։ Ֆրանսիան նույնպես այդ բալանսում չկա։ Այս 4-ը կան այդ բալանսում։ Իսկ թե այստեղ ինչ Հայաստանին, ինչ նրանց, ինչ Ամերիկային, ինչ Թուրքիային, ինչ Ադրբեջանին, չգիտեմ, բայց այստեղ օգուտ ունեն 4 հոգի։ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Միացյալ Նահանգներ։ Այս տորթը, այսպես ասած, ինչպես է բաժանած, Հայաստանի կտորը այսքան է, թե այսքան, ես չեմ կարող ասել։ Ամերիկայի կտորը այսքան է, թե այսքան, չեմ կարող ասել։ Բայց այս տորթը նոր հավասարակշռության շուրջ արդեն ձևավորված է եւ կտորներն էլ ըստ էության նշмарվում են արված է ում ինչքան է հասնում չգիտեմ ու սա է այն իրադրությունը որով մենք դուրս ենք պատերազմից փոթորիկներից ներքաղաքականի մասով ինքս չեմ մասնակցի որևիցե հեղափոխության ինչու որովհետեւ 1 տարուց արդեն ընտրությունները 1 տարի էլ չի մնացել Երևի արդեն 11 ամիս, հա։ 1 տարուց ընտրություններ են եւ չեմ հասկանում թե ինչու են սենց շտապում մեր քաղաքական գործիչները։ Շտապում են, որովհետեւ Ռուսաստանը հավասարակշռությունից կարծես թե դուրս է մնացել կամ ընդգրկված չի այն չափով, ինչով որ ակնկալում էր։ Լինելու են խնդիրներ, լարսում, շրջափակում եւ այլն, այո, լինելու են խնդիրներ։ Կհասցնենք այդ ընթացքում այլընտրանքային ճանապարհներ ունենալ, օրինակ Թուրքիայով, մեր ապրանքները տանել բերելու եւ այլն, չգիտեմ։ Բայց Ռուսաստանը արդեն իսկ սպառնացել է։
Հա, հեցի հետ կապված երկու բառ, դե պետական կառավարումը սարսափելի բան է։ Դա մի անգամից ասենք։ Պետական կառավարում մանակ Նիկոլ Փաշինյանը, դա սարսափելի բան է։ Սա ինչ վերաբերում է հեցի ազգայնացմանը։ Բայց որ մոնոպոլիան, այն մոնոպոլիան, որ կա հեցին, սա էլ պետքա կոտրվի, կարծում եմ սա էլ է խիստ ցանկալի, որ այսպիսի մոնոպոլիա չլինի, ինչպիսին հեցինն է։ Բայց դրա մասին տնտեսագետները սա ինձանից 1000 գլուխ ավելի լավ կբացատրեն, կներկայացնեն։ Ես հեցի հետ կապված ուրիշ բան եմ ուզում ասել։ Ռուսաստանը մեզ սանկցիաների տակ դնելուց վտանգում է իր մոնոպոլիաները Հայաստանում։ Այսինքն, եթե սանկցիայի տակ դրես, կորցնելու է այն տնտեսական լծակները, որ Հայաստանում ունի։ Կորցնելու է ուղղակի։ Դրա համար Ռուսաստանը պետք է լավ մտածի մեզ սանկցիաների տակ դնելուց առաջ։ Եվ եթե մենք սկսել ենք, Հայաստանի Հանրապետությունը սկսել է ռուսական մոնոպոլիաները ազգայնացնել, սա խնդիր է ժողովուրդ։ Ինչի մասին, սա խնդիր է այն մասին, որ Ռուսաստանը սկսել է սանկցիաները։ Այս սրա մասին պետք է մի փոքր անհանգ ստանալ։ Սրա շուրջ պետք է անհանգ ստանալ։ Բայց դե սա պատերազմ չի, իհարկե։ Իրական թեժ պատերազմ չի, սա սառը պատերազմի տարեր է պարունակում, սա իրական մեծ պատերազմ չի, եւ սրա կարգավորումները կարծում եմ ավելի դյուրին են, ավելի հեշտ են։ Տեսնենք առաջիկայում ինչ կլինի։ Մի խոսքով Սյունեցիներ ջան, իմ դիտարկումներով, իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է։ Հանգիստ եղեք։ Եթե մի բան եղած լիներ, արդեն իսկ եղել էր։ Արդեն իսկ տեղի էր ունեցել։ Այնպես որ հանգիստ եղեք։ Պատերազմի վտանգ կարծում եմ, շատ ցածր է, պատերազմի վտանգը, ներքաղաքական անկայունությունը թույլ են ռուսական գործոնները Հայաստանում շատ թույլ են, էլի մեծ ներքաղաքական անկայունություն չեմ կարծում, մենամա դուք ամեն մեկը ձեր գործերով լինեք, ժողովուրդ ջան, մինչև տեսնենք գլխներիս ինչ է գալի, թերևս այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենալավ բաները, ցտեսություն։